Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ հայկական խորհուրդ մտակենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն է, ողջույն, պարոն Վարդանյան։ Մենք տեսնում ենք ընտրություններից հետո քրեական գործերի առատություն ընդդիմադիր գործիչների ներգրավմամբ Նարեկ Կարապետյանը զրկվել է անձեռնմխելիությունից, նրան առնչվող քրեական գործը կապվում է Ալիկ Ալեքսանյանի գործին ու մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ ինչով բացատրել սա, եթե լսենք ընդդիմության արգումենտացիան, Փաշինյանը քաղաքական հետապնդումներ է իրականացնում եւ չեզոքացնում է իր քաղաքական հակառակորդներին, որն է ձեր գնահատականը։ Նախ եկեք հիշենք, թե ինչ էր կատարվում ամբողջ քարոզարշավի ժամանակ, նույնիսկ միջև օֆիցիալ քարոզարշավի մեկնարկը մենք ամեն օր լսում էինք, չմոռանանք, այսօր հարցաքննվում էր։ Մենք ամեն օր լսում էինք այն մասին, որ ընդդիմության անունից հանդես եկող կամ այսպես ընդդիմության որոշ ներկայացուցիչները առերևույթ, խոսում էին ընտրակաշարքի մասին ըստ էության։ Հիմա այդ գործերը հանձնվել են դատարան, որքան գիտեմ, եւ մենք հավանաբար ոչ շատ երկար ժամանակ անց կիմանանք, թե ինչպիսի ճակատագիր է դրանց սպասվում, ինչպիսի վճիռներ կլինեն, բայց այն ինչ որ մենք լսում էինք, ըստ էության, գիտեք, բավականին այսպես համոզիչ էին այն առումով, որ փաստորեն այդ շրջանակներում կար առանց այսպես ասած օրենքի կամ հակառակ օրենքի, ձայներ վաստակելու ուղղությամբ ինչ որ մի գործընթաց։ Դա բնականաբար խաթարում է դեմոկրատական գործընթացը։ Եվ գիտեք, այս առումով եթե օրինակ մենք հիմա խոսում ենք նորից էլի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, թեև դա այսպես փորձագետներին եւ լրագրողներին այդքան էլ չի վերաբերում, այնուամենայնիվ կարող ենք ասել հետեւյալը, որ գիտեք ինչ, ընդդիմություն, երբ որ մենք ասում ենք այնպիսի սուբյեկտներին, որոնք որ իրենց էլեկտորատը ձևավորում են ոչ օրինական միջոցներով, մի փոքր այսպես ոչ չասեմ տրամաբանական է, բայց այդքան բնական բան չէ դա, էլի։ Այսինքն մենք որոշակիորեն արհեստական գործընթացի հետ գործ ունենք։ Նրանց մանդատները օրինական, բաշխել է արդեն այլ հարցերը, կնեք նրանք արդեն պաշտոնական ընդդիմություն է, խորհրդանում խմբակցություն ունեն եւ երբ որ տարբեր գործիչներ զրկվում են անձեռնմխելիությունից, կալանավորվում է եւ այլն, ստացվում է արդեն պաշտոնական ընդդիմությունը հարվածի տակ է դրվում։ Չի ստացվում, հենց դա է ամբողջ հարցը։ Իշխանությունը հետապնդում է իր օպոնենտներին։ Այո, այսինքն այդպես ընդդիմությունը սովորաբար ներկայացնում է գործընթացը։ Բայց ով ասեց, որ այդպես է ստացվում։ Այսինքն եթե, տեսեք, նորից, եթե պարզվի, որ այդ գործողությունների մի զգալի հատվածը, չեմ ասում բոլորը, չեմ ասում նույնիսկ մեծ մասը, զգալի հատվածը ճիշտ է, այսինքն իսկապես ընտրակաշարք են բաժանել, մասսայաբար փաստորեն, ուրեմն չպետք է դատապարտվեն այն մարդիկ, որոնք այդ ընտրակաշարքը բաժանել են եւ խաթարել են ժողովրդավարական գործընթացը եւ ըստ էության մեզ որպես հասարակ քաղաքացիների, շարքային քաղաքացիների, որոնք ունեն մեկ ձայն, չէ, ամեն մեկս ունենք մեկ ձայն։ Այսինքն թույլ չեն տվել փաստորեն, որ մենք լիարժեք իրացնենք նաև այդ մեր մեկ ձայնը, որովհետև այդ մեկ ձայնին փաստորեն հակադրվել է արհեստական գոյացած ձայներ, անօրինական մեխանիզմներով գեներացված ձայներ։ Սա ներողություն, սա անարդար է, սա հակադեմոկրատական է, սա ժողովրդի իշխանության դեմ է։ Ուստի ես այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում, այլ բան, երբ որ վերջում պարզվի, որ որևէ մեկը մեղավոր չէ եւ չգիտեմ, այսինքն այս գործընթացները արհեստական են, ամբողջությամբ եղել, այս դեպքում մենք ուրեմն պետք է հարցեր տանք արդեն պատկան մարմիններին։ Բա եթե այս ամեն ինչը չկար, ինչու եք այս ամեն ինչը անում դուք։ Ինչ են զրկվում անձեռնմխելիությունից, կալանավորվում եւ այլն։ Դե հա, այսինքն եթե դուք ընդհանրապես հիմքեր չունեիք, բայց նորից եմ ասում, այն ինչ որ մենք լսել ենք,
ինձ օրինակ չի այդ հարցը, իմ մոտ այդ հարցը չի առաջանում։ Այսինքն համոզմունք ունեք դուք ներքին, որ ընդդիմությունը իրոք բաժանել է։ Առնվազն բավականին այսպես լուրջ դա բան է եղել, տարածում է ունեցել այդ հատվածում։ Սա չի նշանակում, որ բոլորն են ընտրակաշարքով քվեարկել, սա չի նշանակում, որ չգիտեմ, այդ ձայների ընդհանրենք մեծ մասն է հենց ընտրակաշարք ձեռով, բայց նշանակում է, որ այնուամենայնիվ եղել է այդ գործընթացը, որը առնվազն որոշակիորեն խաթարել է դեմոկրատական process-ը։ Բայց պետության եւ իշխանության արձագանքը, տեսեք, զուտ պետության մակարդակով տարանջատ ենք, հա, պետական կառույցը ԿՀ-ն այս ուժերին տալիս է մանդատներ, բաշխում է այն պարագայում, երբ որ կան քրեական գործեր 100-ից ավելի, որոշները դատաններ են ուղարկվել, կալանավորվածներ եւ այլն։ Չնայած դրան տրվում են մանդատներ։ Վարչապետը ասում է 70%-ից ավելին գնված է եղել ընդդիմության ձայները, չնայած դրան ԿՊ-ն սահմանադրական դատարանում նույն ընդդիմության մանդատների օրինականության հարցը վիճարկման առարկա չի դարձնում։ Այսինքն մենք գործ ունենք կիսատության հետ։ Թվում է, թե սա քաղաքական շահարկման թեմա է զուտ, այսինքն իրար հարվածելու, իրար ապալեգիտիմացնելու թեմա եւ ոչ թե իշխանությունը եւ պետական մարմինները օրինականության դաշտ չեն բերում, անձինք ուղարկվում են դատարան, բայց քաղաքական հետևանքը չի վերացվում։ ԿՊ-ն չդիմեց ՍԴ, այդ մարդիկ ստացան մանդատներ, որոնց կարող է մի մանդատը օրինակ ենթադրենք, էլի, ընտրակաշարքով է գոյացել, բայց դա էլ պետությունը ճանաչեց օրինական, նորմալ է սա կարծում եք։ Պարոն Անյան, մենք ունենք սահմանադրական դատարանի վճիռ։ Եվ անկախ նրանից, որ ասենք ԿՊ-ն այո չի դիմել, բայց սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Եվ ասել է, որ կարող է թվալ, որ այո կան իսկապես բազմաթիվ այսպես դրվագներ ընտրակաշարքի եւ այլն ու կարող է թվալ, որ դա ազդել է ընտրությունների արդյունքների վրա, հա, բայց դա բավարար չի, այն ինչ որ մենք ունենք, բավարար չի մեզ համար, որպեսզի մենք գնահատական տանք ու ասենք հետեւյալը, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել է սա, ուստի, չգիտեմ, պետք է ինչ-որ նոր ընտրություններ լինեն կամ վերակվեարկություն եւ այլն, որ այդ ձայները, որոնք ստացել են, լեգիտիմ չեն եւ այլն։ Սա է սահմանադրական դատարանը ասել։ Հիմա դա իրավական կողմն է, բայց քաղաքական կողմ էլ կա, չէ՞։ Որն է։ Քաղաքացիական կողմ էլ կա, չէ՞։ Դե այսինքն քաղաքական եւ քաղաքացիական կողմը հետեւյալն է, որ մենք տեսնում ենք, որ այս ամեն ինչը կա եւ սահմանադրական դատարանն էլ ֆիքսել է դա, որ այո, շատ դեպքեր կան, լսել ենք մենք, հա։ Հիմա մենք կարող ենք, չէ, այսինքն քաղաքացիական գնահատական տալ ասել, որ չէ, ինչ որ ոչ արդար, այսպես ճանապարհով փաստորեն գոյացած ձայներ կան ու մյուս կողմը էլի դու կարող եք հարց տալ, բա ուրեմն մեր վենք սրա հետ, բա ուրեմն այո, ինչ հետևանք, սա է հետևանքը, այսինքն այո, թող սահմանադրական դատարանը ասեր, որ բավականին ծանրակշիռ են բոլոր այդ փաստարկները, բոլոր փաստերը, որ մենք ասենք, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել է։ Դե ասում են չենք կարող նման գնահատական տալ։ Միգուցե ազդել է, միգուցե չի ազդել, իդեպ սահմանադրական դատարանը չի ազդել, որ մենք ասում ենք, որ չի ազդել, այդպիսի բան չի ասել սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը ասել է մենք չենք կարող գնահատել, ազդել է թե չի ազդել։ Հիմա թողնում է մեզ փաստորեն, այսինքն մենք կարող ենք մեր գնահատականը տալ, ասել մեր կարծիքով ազդել է։ Ես բոլոր քաղաքական գործիչների բոլոր հայտարարությունները չափազանց լուրջ եմ դիտարկում եւ մշտապես, հա, խոշացույցի տակ վերցնում ենք լրջության կանխավարկածով եւ վարչապետի այդ հայտարարություն 70% ձայների գնված մասով ընդդիմության ես չափազանց լուրջ եմ ընկալում։ Որն է ԿՊ-ի եւ իշխանության, այսպես ասենք, հետ հարվածը այս իրավիճակին, բավարար է ձեր կարծիքով, թե սա զուտ քաղաքական շահարկում է վարչապետի կողմից։ Այդ ոնց հասկանանք, չէ՞ որ եթե շարունակություն չկա, ստացվում է իրենց գնահատականն է։ Հիմա մենք կոնյունկտուրայից ելնելով իրենք հաշտվում են, ասում են, կար սոցիոլոգիական գնվել է, բայց քանի որ իրենք իշխանության չեն եկել, օքա։ Հավանաբար տեսել եք, որ օրինակ քաղաքասարակության շրջանակներում էլ ինչ որ գնահատականներ են տրվել, որոշակի նաև հետազոտություններ կան եւ որոշակի հիպոթեզներ են նաև կառուցվել ու ասվել օրինակի համար, եթե մենք օրինակ սոցիոլոգներ որոշ, հա, ասել են, որ եթե մենք հաշվի առնենք
այս ծավալը ընտրակաշարքների, նրանց բնույթը, բովանդակությունը, մեր համակարգի նյուանսները եւ այլն, կարող ենք ասել, որ օրինակ իրենք X քանակի են եղել։ Ու այդ X քանակը հիմա լավ չեմ հիշում, բայց կան այդպիսի գնահատականներ, բավականին լուրջ քանակ էր դա։ Իսկ եթե այդ քանակը կա, ուրեմն դա իսկապես լուրջ ազդեցություն է ունեցել գործընթացի վրա։ Հիմա բայց դա սոցիոլոգիական գնահատական է, դա փորձագիտական գնահատական է։ Հիմա նույն գնահատականն էլ տալիս է, ասենք, վարչապետը նաև միգուցե ունենալով ավելի տեղեկատվություն, հա, քան օրինակ հրապարակային այսօր մենք ունենք, հա, կարող է տեղեկատվություն ընդհանրենք վաղը։ Այո, մենք ենթադրության դաշտ ենք գնում, թե փաստերի։ Ենթադրություն, որը հիմնված է փաստերի վրա, քաղաքագիտությունը օրինակ։ Պատասխանատու պետք է լինի հայտարարություն։ Նայեք, եթե դուք, ախր դուք ասում եք պատասխանատու, ինչ առումով պատասխանատու։ Հիմա փաստերից բխող։ Հիմա փաստերը մենք, նայեք, հիմա, երբ որ ես ասում եմ իմ կարծիքով որոշակիորեն խաթարել է այս ամեն ինչը դեմոկրատական գործընթացը։ Ես ինչ գնահատական եմ տալիս։ Քաղաքագիտական։ Դուք Հիմա պաշտոնյա չեք։ Հա, բայց կարող ենք ասել, որ անհիմն գնահատական եմ տալի, 8-ից վերցրել եմ ուղակի։ Չէ, անհիմն չի, որովհետև եթե այդ ձայները չգնվեին, օրինակ Արման Թաթոյանը կամ Գուգեն Սիմոնյանը կարող է անցնել, եթե այն կանխավարկածով, որ այդ չգնված ձայները քվեարկեն նրանց, ամենաշատ հավանական ԲՀԿ-ն նույնիսկ։ Չէ, բայց ինչի հիման վրա եմ ես ասում, որ այդ գործընթացը կարող է խաթարած լինել, որովհետև կան որոշակի փաստեր։ Այսինքն մենք լսել ենք ձայնագրություններ ամեն օր։ Այդ ձայնագրությունները հիմա, հա, մենք չենք կարող, չէ, ասենց վճիռ բան անել, ասել, որ ճիշտ են բոլորը եւ այլն, բայց կներեք էլի, եթե ամեն օր այդպիսի ձայնագրություններ են լինում, եւ իդեպ ընդդիմությունը չի էլ ժխտել, որ այդ ձայնագրությունները իրական են, ասել է մոնտաժված են, բայց մոնտաժված չի նշանակում կեղծված։ Ուղղակի որոշ հատվածներն են ներկայացվել։ Այս հաղորդումներ կարող է մոնտաժվել, բայց դա չի Իհարկե, այո, շատ ճիշտ է։ Կա կեղծված։ Լավ, եկեք այսպես քաղաքական կոնյունկտուրային անդրադառնալով։ Մի կողմից իրապես կա ժողովրդավարության պահանջը քաղաքական դաշտը մաքրել ապօրինի կապիտալից, օլիգարխներից, Պուտինի ասած ռուսամետ ուժերից, ինչու ոչ, որովհետև եթե քո քաղաքական մարմնում գոյություն ունեն օտար պետության գործիքներ, որոնք քո ինքնիշխանության եւ անկախության ժողովրդավարության կարող են վտանգել, պետության անելիքը դրանց չեզոքացումն է, չէ՞, օբյեկտիվորեն դա քաղաքացիներն են, պահանջներ եւ ժողովրդավարության պաշտպանության։ Սա ֆիքսենք որպես նորմ, բայց հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում են անձինք, նույն Ծառուկյանի թեման։ Հիմա մենք ոնց հասկանանք, սա օպոնենտի քաղաքական չեզոքացման process է, թե սա այդ ժողովրդավարական պահանջի իրագործում է, կամ նույն Նարեկ Կարապետյանի առնչությամբ արդեն ասացի, մենք կհետևենք այս գործին, հիմա այսպես վերջնական բան չանենք, հա, վարչապետը խոստացել է կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը մինչև 2031 թվի ընտրությունների առաջադրանման փուլ։ Ինչի մասին է այս process-ը ձեր գնահատմամբ։ Նայեք, գնահատման ինչ որ մի սխեմա պետք է ունենանք բնականաբար, չէ՞։ Այդ սխեման էլ պետք է հիմնված լինելի փաստերի վրա եւ որոշակի այսպես քաղաքագիտական, ասենք, տեսությունների վրա։ Հիմա մեզ համար նորություն է արդյոք, որ մինչ հեղափոխական շրջանում չի եղել արդարություն, ընտրությունները պարբերաբար կեղծվել են եւ բազմաթիվ մարդիկ, որոնք ունեցել են շատ բարձր պաշտոններ, չարաշահել են, հա, իրենց դիրքը, հարստացել են, ապօրինի հարստացել են եւ խաթարել են ընդհանուր առմամբ դեմոկրատական գործընթացը, ըստ էության չեզոքացրել են սահմանադրական կարգը։ Մենք ունենք բազմաթիվ հետաքննություններ, մենք ունենք միջազգային կազմակերպությունների գնահատականներ, տեղական կազմակերպությունների գնահատականներ, դիտորդական առաքելությունների գնահատականներ, չէ, այս ամեն ինչի վերաբերյալ։ Ունենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, այս թեմաներով ըստ էության։ Միգուցե ամբողջը չեն ծածկում, բայց որոշ դրվագներ ծածկում են։ Մենք ինքներս ականատես ենք եղել, լսել ենք, տեսել ենք, հա, մեր ընկերները, մեր ծանոթները։ Եվ վերջի վերջո
մենք այսօր գործընթաց ենք տեսնում, որը ապացուցում է դա, ասենք ապօրինի գույքի վերադարձի օրինակի համար, հա, օրենքով ագին գումար է վերադարձվում, այսինքն մարդիկ ընդունում են, որ ապօրինի կերպով հարստացել։ Իրապես քրեա օլիգարխիան քաղաքականությունից հեռացնելու, թե քաղաքական օպոնենտներին չեզոքացնելու process։ Հիմա տեսեք, ինչի ես սա ասում։ Կամ կնեք իշխանությունը ինչու է թողել քրեա օլիգարխիան դառնա իր օպոնենտը, Դե որ մի հատ սկսի չեզոքացնել եւ ասել դրան բազմաթիվ գործոններ կարող են լինել։ Ուզում եք դրանից սկսեմ կամ լավ, դրան կանդրադառնամ հետո, հա, նախորդը կանդրադառնամ։ Ինչի՞ եմ ես այս ամեն ինչը նկարագրում, որովհետեւ սա շատ անհրաժեշտ է, որպեսզի ձեր հարցի պատասխանին մենք ճիշտ տեղից մոտենանք, որովհետեւ եթե օրինակի համար, հա, պարզվի, որ, չգիտեմ, այդ մարդիկ դեմոկրատական վարք են դրսևորել, ապօրինի որևէ բան չեն արել, չեն հարստացել, հա, այդ մարդիկ, այսօրվա անդիմադիրները կարկառուն հիմնական, հա, ձեր հարցը շատ այսպես բան կլինի, էլի, ծանրակշիռ ու կարող եմ ասել, որ հա, այս դեպքում շատ ու շատ կասկածելի կարող են լինել, հա, արդյոք այստեղ չկա քաղաքական ինչ-որ ենթատեքստ օպոնենտներին չեզոքացնելու բան, բայց մենք գիտենք ախր ինչ տեսակի շրջանակներ են այդ մարդիկ ներկայացնում եւ ովքեր են նաեւ այդ մարդիկ եղել։ Հիմա այս ամեն ինչը իմանալով, տեսնելով նաեւ այսօրվա նրանց վարքը, տեսնելով այս ընտրական գործընթացում այս բոլոր այդ առերևույթ ընտրակաշարքի դեպքերը եւ այլն, չէ, մենք հիմա ինչ կարող ենք ասել, կարող ենք ուրեմն ենթադրել, որ այդ մարդիկ միգուցե իսկապես մեղավոր են եւ պետությունը adekvat միջոցներ է կիրառում նրանց նկատմամբ, իրավապահ մարմինները adekvat միջոցներ է կիրառում նրանց նկատմամբ։ Հիմա դրանով նրանք չեզոքացվում են որպես քաղաքական օպոնենտ, թույլատնում են նրանց դիրքերը որպես քաղաքական սուբյեկտ, իհարկե թույլանում է, իսկ եթե նրանք մեղավոր են, ինչի չպետք է մենք մտածենք, որ վատ բան կա դրա մեջ, անօրինական բան կա դրա մեջ, թե թույլանում է, իրենք չպետք է լինեին, այ դուք ճիշտ եք ասում, իրենք չպետք է լինեին քաղաքական գործընթացի մեջ։ Քրեա օլիգարխիայի կազմաքանդում է այս process-ը, ձեր կարծիքով այդպես կորակեք։ Իմ կարծիքով այո, կամ նույնիսկ կարելի ասել հետևյալ կերպ, հա։ Այո, քրեա օլիգարխիայի կազմաքանդման process է սա։ Նախկին քրեա օլիգարխիայի տարատեսակ ինստիտուտների չեզոքացման ըստ էության, այո, գործընթացի հետ մենք գործ ունենք, որոնք այսօր չպետք է ունենային այն դիրքերը, չպետք է այն գործունեությամբ զբաղվեն, որոնք իրենք զբաղվում են։ Այսա ես կարող եմ շատ այսպես հիմնավոր կերպով ենթադրել եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր մեր նման երկրում այսպիսի գործընթացը, բնական գործընթացը եւ իդեպ եղել է մեր նման երկրներ։ Նույն բանը մենք տեսել ենք Մոլդովայում է տեղի ունեցել եւ տեղի է ունենում, ժամանակին Վրաստանում էր տեղի ունենում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, բոլորում։ Ռուսաստանի ազդեցության դեմ է սա։ Հիմա ինչի են դա ասում, որովհետեւ էլի մի հատ մեր պարամետրները, հա, տեսնենք։ Ռուսաստանը ով է։ Ինչ տեսակի պետություն է։ Ռուսաստանը նախ կայսրություն է, Ռուսաստանը խիստ ավտորիտար պետություն է։ Հիմա եթե ինչ-որ մեկը ասի, որ չէ, ավտորիտար չէ, մենք հա, միգուցե կարող ենք առանձին հաղորդում դրան նվիրել, ապացուցելով, որ դա խիստ ավտորիտար պետություն է։ Բայց նույնիսկ եթե մենք հիմա խոսենք, հիմնավորումներ տանք, փաստեր բերենք, կգտնվեն, չէ՞, մարդիկ, որոնք ասեն, չէ, այդպիսի բան չկա։ Լավ, եկեք Ռուսաստան բնույթը հանգիստ թողնենք։ Նրանց դա շատ կարևոր է, չէ, բա դա շատ կարևոր է։ Երբ որ դուք ասում եք, որ այս ամեն ինչը արդյոք սա Ռուսաստանի դեմ է, չէ, ինչպես ներկա։ Հիմա ես հարցս վերաձևակերպեմ ավելի կոնկրետ։ Այո։ Բոլորը տեսան, Պուտինը ասաց ռուսամետ ուժեր կան, հա։ Թույլ տվեք նրանց քաղաքական աշխատանքին մասնակցեն, Ռուսաստանի քաղաքացի, կալանավորված եւ արդյոք ձեր ընկալմամբ Փաշինյանը փորձում է Պուտինի գործիքակազմերը
թուլացնել կամ կազմաքանդել այդ ռուսամետ ուժերին։ Արդյոք այդ հանդիպումը ձեր գնահատմամբ դարձել է ցուցիչ, որ իրապես Ռուսաստանը այստեղ այդպիսի ցանց է ձևավորել քաղաքական ուժը եւ Փաշինյանն էլ փորձում է որոշակի Ռուսաստանի գործիքակազմը վերացնել։ Կարող ենք մենք այդպիսի եզրահանգում անել։ Դե ես ըստ էության պատասխանում եի ձեր այդ հարցին, բայց ոչ թե Փաշինյանն, այլ ընդհանուր առմամբ պետությունը։ Պետությունը, կոնկրետ ինստիտուտները, հա, տեսնում են, որ կա հիբրիդային հարձակում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ։ Ու բնականաբար փորձում են չեզոքացնել այդ հիբրիդային հարձակումները։ Չէ, բայց հիբրիդային հարձակումը fake news, չգիտեմ, քաղաքականություն եւ այլն դա հասկանալի է, տնտեսական պատժամիջոցներով բունտ առաջացնել, այդ ամեն ինչ հասկանալի, բայց քաղաքական ներկայացվածության մասն է, երբ որ ասում են ռուսամետ Պուտինը, դա արդեն կոնկրետ շրջանակի է առնչվում, կոնկրետ դերակատարների, կոնկրետ գործառույթներով, ֆունկցիաներով։ Այո, բայց հիմա իրավապահները, երբ որ գործողություններ են իրականացնում, ոչ թե այդ գործողությունները իրականացնում են նրա համար, որ նրանք ռուսամետ են։ Ու պետք է այնպես անենք, որ դուք ռուսամետ չլինեք։ Այդպես չի։ Պարզ է, որ ուղղակի այնպես է, ախր ես ինչու էի դրանից սկսում, որ Ռուսաստանը ինչ տեսակի պետություն է եւ այլ, բայց շատ կարեւոր է, չէ՞։ Որովհետև իմանալով թե ինչ պետություն է դա եւ ինչ տեսակի քաղաքականություն է վարում, մենք կհասկանանք, որ ինքը նաեւ տարբեր երկրներում, որը ինքը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, փորձում է խառնվել դեմոկրատական գործընթացներին չեզոքացնելու նպատակով, դեմոկրատական գործընթացները չեզոքացնելու նպատակով եւ ունենում է որոշակի շրջանակներ ամեն մի պետությունում։ Դրանք ինֆլուենսերներ են լինում, դրանք քաղաքական գործիչներ են լինում, դրանք, չգիտեմ, ակադեմիական շրջանակներ կայացող մարդիկ են լինում եւ այլ, լրագրողներ են լինում։ Այդ կան այդպիսի մարդիկ, որոնք հարմար են Ռուսաստանի համար իր այդ քաղաքականությունը իրականացնելու համար եւ իրենք ինքը աջակցում է այդպիսի մարդկանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ոչ միայն մարդկանց, այլ շրջանակների որոշակի, երբեմն որոշակի ինստիտուտների, հա? Եվ ստացվում է, որ եւ հիմնականում ո՞նց է աջակցում։ Այսինքն անօրինական ձևով, չէ՞։ Այսինքն այդտեղ անօրինական ինչ-որ ֆինանսավորում կա։ Դա, չգիտեմ, ասենք գործընթացները որոշակի էլի անօրինական ազդեցության տակ պահելն է, հա, տարատեսակ գործընթացներ։ Հիմա եթե այս ամեն ինչը արվում է, ու այդ արվում է կոնկրետ մարդկանց գործողություն, կոնկրետ մարդկանց կամ շրջանակների որոշակի գործողությունների նաև միջոցով։ Եվ այդ միջոցները անօրինական են։ Հիմա պարզ չի, որ իրավապահները, եթե զբաղվում են այդ ամեն ինչով, իրենք չեզոքացնում են փաստորեն հնարավորինս այդ անօրինական գործողությունները, չեզոքացնելով այդ գործողությունները, կամ բացահայտելով այդ գործողությունները, հա, դատապարտելով կոնկրետ սուբյեկտների, բնականաբար իրենք նաև թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը։ Բնականաբար, հասկանում եք, դա անուղղակիորեն այդպես է ստացվում։ Բնականաբար հիբրիդային նաև այդ հարձակումներն են չեզոքացվում նաև դրա միջոցով, այլ իհարկե նաև գործիքակազմեր կան։ Սա եմ ես անկեղծ ասած տեսնում եւ այս ամեն ինչը նորից եմ ասում, բազմաթիվ երկրներում է եղել եւ Հայաստանը այս առումով բացառություն չէ։ Ուղղակի գիտեք տարբերությունը մի քիչ Հայաստանի եւ այլ երկրների որն է, որ Հայաստանը ի տարբերություն, ասենք, մի շարք այլ երկրների, որոնք այսպես ռուսական հարձակումների թիրախում են, հա, գտնվել եւ գտնվում, Հայաստանը այսօրվա դրությամբ, սա էլ ինքը այսօրվա կառավարությունը, հա, բան է արել, ժառանգել է նախկին իշխանություններից, ուրեմն մեծ կախվածություն կա Ռուսաստանից, հիմնականում տնտեսական կախվածություն, բայց իհարկե գիտենք, որ բազա կա ռուսական, սահմանապարներ կան ռուսական ընկերություններ եւ այլն, կոնցեսիոն կառավարում երկաթգից, մի խոսքով։ Այսինքն այս ամեն ինչը որոշակի եւ նաեւ բնականաբար մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, հա, օրինակ չգիտեմ, ի տարբերություն Մոլդովայի ընդհանրենք, հա։ Մենք կախված ենք ռուսական գազից, Մոլդովան կախված չի ռուսական գազից, ինքը վաղուց այդ կախվածությունը չեզոքացրել է եւ այլն։ Այսինքն այս նյուանսը կա ու մենք ստիպված ենք լինում եւ շատերը հարցնում են, բա եթե այդպես է, չէ, բա ո՞նց ենք մենք գնում Մոսկվա, ո՞նց ենք բարևում Պուտինին, հա,
ոնց ենք նորմալ ինչ որ ճպտում իրար, բան, հա, այդ առևտուրը այնուամենայնիվ կա, թեև այսօր տեսնում ենք, որ այդ ոչ ֆորմալ սանկցիաների, հա, հետևանքով դիվերսիֆիկացիան մեր իրականում խորացավ, հա, այսինքն դա դրական էֆեկտ թողեց իրականում մեր տնտեսության վրա ու առնվազն ուրեմն միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով դա իրականում նպաստում է նրան, որ մեր դիվերսիֆիկացիան ավելի խորանա ու մեր կախվածությունը Ռուսաստանից թուլանա ու մենք ավելի անկախ պետություն լինենք, ավելի ուժեղ պետություն լինենք, հա, ավելի զարգացած, ավելի դեմոկրատական եւ այլն։ Սա դեկոլոնիզացիայի գործընթաց է, ապա գաղութացման գործընթաց է։ Հետաքրքիր է այս գործընթացները արդյոք երաշխավորում է, որ Ռուսաստանը զրկվում է Հայաստանի քաղաքական դաշտի վրա վերահսկողությունից։ Շատերը ասում են ընդդիմության վրա ունի այսպես արդյունավետ վերահսկողություն, հատկապես խորհրդան անցած, կան մարդիկ ասում են նաև Փաշինյանն է Պուտինի մարդը ուղղակի խաղ է գնում եւ արևմուտքին միասին խափում են։ Կան մարդիկ ասում են արևմուտքը ինքն իրեն էլ է խափում երևի, հա։ Կան մարդիկ ասում են, որ Փաշինյանը արևմուտքի գործիքն է Ռուսաստանի դեմ։ Ես այնքան բաներ եմ լսել, արդեն խճճվել եմ, ճիշտ ասած։ Խնդրում եմ պարզաբանեք այս հարցերը։ Դե իրականում շատ պարզ է ամեն ինչ։ Այսօրվա կառավարությունը ինքը երբ որ իշխանության եկավ, հա, ինքը փորձում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ լուրջ կախվածություններ կա Ռուսաստանից եւ Ռուսաստանը կարող է վնաս հասցնել Հայաստանին, եթե այսպես Հայաստանը շատ կտրուկ քայլեր անի, օրինակ արևմուտքի ուղղությամբ եւ Ռուսաստանը այդ ամեն ինչը դիտարկի թշնամական, հա, մանավանդ հաշվի առնելով այն ժամանակ, որ կար կոնֆլիկտը, ու այդ կոնֆլիկտը գործիք է Ռուսաստանի ձեռքերում եւ Ռուսաստանը կարող էր այդ կոնֆլիկտը օգտագործել Հայաստանին ել ավելի թուլացնելու, վնասելու համար։ Հիմա կոնֆլիկտը չկա ըստ էության, Ռուսաստանը զրկվել է այդ գործիքից, դրանով Հայաստանը ել ավելի անկախացել է Ռուսաստանից, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացել է եւ բացի այդ նաեւ Ռուսաստանն էլ գտնվում է վատ մարզավիճակում, խրվել է Ուկրաինայում եւ այսպես չի կարողանում արդյունավետորեն իր շահերը, այսպես ասած, հա, առաջ տանել տարբեր տեղեր, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում, էտել է դեր խաղացել եւ ըստ էության այս ներկայիս քաղաքական իշխող քաղաքական վերնախավը տեսել է հնարավորություն, հա, ու նաև Ռուսաստանի գործողություններն էլ իր հերթին մղել են նրան, որ արագ այդ փոփոխությունը նաև արտաքին քաղաքականությունում իրականացվի։ Կարմիր գիծը անցել է, այսինքն միջամտության առումով, հասնել քաղաքականության։ Ռուսաստանը դեռևս ունի գործիքներ ազդելու մեր ներքին քաղաքական գործընթացների վրա։ Ու հիմնականում դա արվում է ապատեղեկատվության միջոցով, տարատեսակ, հա, եւ իհարկե նաեւ որոշակի խմբերի, որոշակի շրջանակների, քաղաքական, այսպես կոչված շրջանակների միջոցով է դա արվում հիմնականում։ Սա դե ինչի է կարողանում անել, այս հարցը կարող ենք, չէ՞, նաեւ բարձրաձայնել։ Ես չեմ կարծում, որ հանրային աջակցություն կա։ Հակառակը մենք տեսնում ենք, որ գնալով այդպես հակակրեմլյան տրամադրությունները խորանում են Հայաստանում, բայց կարողանում է անել, որովհետև դեռևս կա տնտեսական որոշակի կախվածություն։ Տնտեսական որոշակի կախվածություն եւ այնուամենայնիվ չմոռանանք ռազմական որոշակի, այսպես, հա, թեկուզ եւ սահմանափակ ներկայությունը։ Հայաստանում այդ ամենը գործիքներ են եւ Ռուսաստանը փորձելու է պահպանել այդ գործիքները, գոնե նվազագույնը պահպանել։ Հիմա ինքը խորհրդարանում փաստորեն ունի ռուսական այսպես շահերի ծիրին, հա, ծիրի մեջ աշխատող որոշակի այսինքն երկու ֆրակցիաներ ըստ էության այդպեսին են լինելու, հա, անդիմադիր։ Ինքը բնականաբար փորձելու է դա օգտագործել։ Միգուցե իրենք մտածում են, չգիտեմ, վաղը մյուս օրը կարող է տնտեսական ինչ-որ ճգնաժամ լինել Հայաստանում, հա, ու ինքը կարող է ավելի ակտիվ գործել, ավելի խորացնել իր ներկայությունը, բայց անկեղծ ասած,
ես մտածում եմ, որ մենք հաղթահարել ենք այդ ապագաղութացման գործընթացում մի շատ կարևոր գիծ։ Ես մի քիչ բան կլինի, որ ասեմ անվերադարձ, հա, ասենց վերջնականորեն եւ այլն, բայց հավանականությունը շատ փոքր է իմ կարծիքով, որ կլինի էլի վերադարձ դեպի, այսպես Ռուսաստանի տիրապետության տակ մտնելու, հա, ուղղությամբ այդ քաղաքականությանը չեմ կարծում։ Ամենայն հավանականությամբ այս գործընթացը, այս դեկոլոնիզացիան, ապագաղութացումը կշարունակվի։ Մենք տեսնում ենք, որ շատ արագ կարողանում ենք նոր շուկաներ գտնել, դրանում շատ լուրջ օգնում է բնականաբար Արևմուտքը, Արևմուտքի եւ Հայաստանի շահերը ամբողջությամբ հավակնում են եւ հատկապես Եվրամիության, հա, ընդհանուր առմամբ, որպես միություն եւ նաեւ Միացյալ Նահանգների էլ։ Եվ գիտեք, իրենք բնականաբար դա անում են իրենց համար գեոպոլիտիկ բախման Թատերաբեմ Սիրիա, Ուկրաինա չենք դառնում։ Գիտեք, դա էլ արհեստական մի դիսկուրս է։ Եկեք զուտ այդ ձևակերպումների հետևից չգնանք, քեյսերի մեջ չգտնենք, որը ինչով էր բան, մի խոսքով կռվի տարածք Ռուսաստանի հետ։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք որևէ ինչ որ կոնֆլիկտում որևէ դերակատար ունենալուց։ Լրիվ հակառակը։ Թեև շատ բարդ է ունենալով այսպիսի հարևաններ, չէ՞, այսպիսի ռեգիոնում գտնվելով եւ այլն, փոքր պետություն լինելով, ոչ այսպես զարգացած, հա, շատ պետություն լինելով, մենք կարողանում ենք դա անել։ Ու ես լրիվ, այսինքն մտածում եմ, որ հակառակն է էլի ձեր ասացի, այսինքն ինչ բախման մասին է խոսքը։ Նույնիսկ գիտեք ինչ հիմքեր ունենալով, որ մենք ավելի շատ, այսպես ասած, ինչ որ մի կողմ, հա, ավելի աջակցենք այդ բախումների ժամանակ, մենք չենք անում դա իրականում, չենք անում։ Կարող է նույնիսկ մտածենք, որ ասենք կարող է, բայց միգուցե արժի, որովհետև չէ, որ մեր գործընկերն է, ինքը իրեն աջակցում ենք, այսինքն բան է դա նաև սոլիդարության հարց է, հա։ Օրինակ գիտեք, մարդու իրավունքների տեսակետից եթե նայենք լիբերալ միջազգային հարաբերությունների լիբերալ դպրոցի տեսանկյունից Հայաստանի վարքը օրինակ նույնիսկ կարելի է քննադատել, որովհետև Հայաստանը Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ չի, որ բալթյան երկրների վարքագիծը դրսևորի։ Այո, շատ ճիշտ եք, համաձայն եմ, ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էդգար Վարդանյան։